9:30 հանրային ռադիոյի եթերում ուղիղ եթերի ժամ է։ Բարի լույս հարգելի ռադիոլսողներ, ողջունում ենք բոլորիդ եւ իհարկե առաջարկում ենք երաժշտական առավոտի շրջանակում հարմարավետ տեղավորվել, որովհետեւ ժամ ու կես լսելու ենք հաճելի երաժշտական կատարումներ եւ նաեւ վստահաբար կարելի ասել, որ ընկնելու ենք գեղեցիկ, հաճելի ինչ-որ առումով նաեւ հուզիչ հիշողությունների գիրկը։ Եվ ինչպես միշտ առաջիկա ժամ ու կեսանոց կենթանի ռադիոհամերգը ձեզ համար կներկայացնեն Լուսինե Մուրադյանը եւ Տիգրան Հարությունյանը, այնպես որ առաջարկում ենք մնալ մեզ հետ եւ ինչու ոչ լինել ակտիվ, որովհետեւ այսօրվա թեման առավել քան յուրահատուկ է եւ մեզ համար պատասխանատու ու կարեւոր եւ հիշեցնենք, որ դուք էլ կարող եք միանալ մեկնաբանությունների դաշտում լինելով ակտիվ Հայաստանի հանրային ռադիո հայատար գրում եք Facebook-յան հարթակում միանում եք մեզ եւ իհարկե նաեւ arm.radio.am կայքի միջոցով կարող եք դիտել ոչ միայն լսել, այլև դիտել եւ վայելել երգեր, որոնք դες կտանեն ձեր գուցե կյանքում կարեւոր իրադարձություններ։ Ասենք միանգամից, որ այսօրվա մեր թողարկումը մենք սիրով նվիրելու ենք մեր էստրադային հայկական, նաեւ ԽՍՀ հայկական էստրադայի սիրված կատարողներից մեկին, նաեւ մանկավարժ հանրապետության ժողովրդական արտիստ Ռաիսա Գրանտովնա Մկրտչյանին ենք այսօր նվիրում մեր թողարկումը։ Խոսելու ենք նրա մասին, մենք եւս առիթ ունեցել ենք շփվել Ռաիսա Մկրտչյանի հետ այստեղ ռադիոտանը տարբեր համերգների ժամանակ։ Ինձ համար պատիվ էր նաեւ վարել նրա ծննդյան տարեդարձին նվիրված մեծ համերգային ծրագիր Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում եւ մեծ պատիվ էր նաեւ նրա հետ շփվել կուլիսներում։ Դուք տեսնում եք արտիստների բեմում, նրանք պատրաստված գալիս են, բայց առավել հետաքրքիր է դառնում, երբ նրանց հետ առնչվում ես եւ տեսնում ու զգում նրանց մարդ տեսակը։ Մեր վերջին հանդիպումը Ալեքսանդր Աճեմյանի նվիրված համերգն էր Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում։ Իդեպ մենք գեղեցիկ հիշողություն ունենք կուլիսներում անպայման պիտի նկարվեինք, որովհետև Ռաիսա Մկրտչյանը կարող ենք նաև բացի նրանից, որ փայլուն երգչուհի էր եւ մեծագույն արտիստ, գեղեցկության, կանացիության էտալոներ եւ դու երբեք նրան չէիր տեսնի չխնամված եւ միշտ կտեսնեիր կոկիկ, գեղեցիկ, յուրատեսակ խաղաղությամբ ու հանդարտությամբ։ Նրա համար մեծ պատասխանատվություն էր յուրաքանչյուր ելույթ եւ բեմ դուրս գալուց առաջ նա ամենայն պատասխանատվությամբ էր պատրաստվում եւ այսօր հայկական էստրադայի 20-րդ դարի երկրորդ կեսի կարկառուն ներկայացում մասին խոսենք նաեւ իր ուսանողուհիներից մեկի երգչուհի Լիլիանի հետ։ Բարի լույս։ Բարի լույս Լիլիան։ Բարի լույս։ Լիլիանը 11 տարի է շփվում է Ռաիսա Մկրտչյանի հետ, այո։ Մենք ասացինք, որ մեզ համար մեծ պատիվ էր ու պատասխանատվություն վարել համերգներ, նրա հետ կապված եւ նաեւ նրա հետ բեմում լինել, եթերում լինել, դու փաստացի ստացվում է, որ 11 տարի գրեթե ամեն օր շփվել ես։ Գրեթե ամեն օր, ամեն ժամ, շնորհակալ եմ եթեր տրամադրելու համար եւ հնարավորություն, որպեսզի մեկ անգամ եւս իմ սերն ու հարգանքը ցույց տամ իմ շատ սիրելի Ռաիսա Գրանտովնայի հանդեպ։ Շատ երկար ու գեղեցիկ տարիներ ենք միասին անցկացրել, որի շնորհիվ Ռաիսա Գրանտովնան կերտել եւ պատրաստել է մի Լիլիան, ով այսօր պատիվ ունի ներկայացնելու հենց իրենց ցավոք այս ֆորմատով։ Ինչպես եղավ այս սկիզբը ամենա, ձեր շփումը առաջին հանդիպումը, ծանոթությունը ինչպես եղավ։ Իրականում շատ փոքր տարիքից, ինչքան էլ զարմանալի լինի, չէ՞ որ փոքրիկ երեխաները նման արվեստին այդքան էլ հասանելի չէ իրենց երաժշտական ճաշակը, բայց տանը քանի որ շատ էին լսում եւ հենց ընտանիքն էր երկրպագում, առաջին հերթին մայրիկս միշտ սիրել եմ եւ նույնիսկ զարմացել եմ, որ ասում էին ոչ շատ փոքր է, ոնց է լսում, հասկանում է այդ երաժշտությունը կամ երաժշտության հետ հնչող այդ բառերը, որոնք բավականին խորը իմաստ ունեն, նույնիսկ այս տարիքում, երբ որ կատարում եմ, դժվարանում եմ շատ բաներ խորապես հասկանալ։ Երբ որ արդեն դպրոցս ավարտում էի, մայրիկիս շատ խնդրեցի եւ մայրիկիս ուղղորդությամբ հանդիպում ունեցա Առնո Բաբաջանյան երաժշտամանկավարժական քոլեջում Ռաիսա Գրանտովնայի հետ։ Բայց այդքան էլ հեշտ գործ չէր դա, ոնց եք կազմակերպել։ Հեշտ չէր, մայրիկը զանգեց հենց տնօրենին այդ պահին, ով որ աշխատում էր։ Խնդրեց, որ մի բալիկ կա, շատ է սիրում Ռաիսա Գրանտովնային, խնդրում ենք, եթե հնարավոր է մեկ անգամ լսի եւ կարծիք կազմի եւ տվյալների մասին, արդյոք իմաստ ունի հենց իր դասարանում։ Առաջին հայացքից եղել է մի անգամից
այդ հոգևոր կապը Այ ուզում եմ հենց այդ առաջին հայացքի մասին խոսենք, նա առաջին հայացքից շատ խիստ է բոլորին այսպես ներկայանում, բայց հետո երբ շփվում Բայց ես, սպասությունը միշտ կա։ զգում ես թե ում հետ գործում ես, թե ինչքան բարի մարդ է իր հոգու երևի խորքում։ ինձ հետ շփման մեջ հենց այդ առանձնահատկությունն է Այդ խստությունը կար թե ոչ։ առաջին հայացքից արդեն չի եղել, որովհետև շատ գրկաբաց է ընդունել ու դրա համար հիմա նույնիսկ խոսելուց եմ հուզվում, որովհետև ամբողջ կյանքում էլ տենց գրկաբաց կարելի ասել ծնողի պես մեծացրել է, չեմ զգացել, որ կողքիս դասախոս կա, այսինքն դասախոսի կերպարի մասին է խոսքը, կյանքում բոլոր խնդիրները, թե անձնական, թե գործնական, հարթել ու կիսվել եմ իր հետ, հարթել եմ իր հետ, կիսվել եմ իր հետ ու հիմա կարելի ասել ինձ ինչ որ չափով որփացած եմ զգում։ Լիլիանը կարծում նաև մեր սերունդը կհիշեն հայկական հեռուստատեսության այն էստրադային հաղորդումները, համերգները, մեր էստրադային սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ, այն ժամանակ Մելիք Մավիսակալյանն էր ղեկավարում եւ կարծում եմ շաբաթվա մեջ հատուկ օր կար, որ պետք է լիներ էստրադային սիմֆոնիկ նվագախմբի ելույթը հայկական հեռուստատեսությունում։ Ես հիշում եմ ինչպես այդ համերգները բացում եւ եզրափակում էր Ռայսա Մկրտչյան իր գեղեցիկ կատարումներով։ Ինձ մոտ տպավորվել են այդ հեռուստատեսային ելույթները։ Իսկ դու ֆիքսել ես, թե դեն ժամանակներում ավելի բարդ էր, հիմա ավելի հեշտացել է, բայց այդուհանդերձ երբ նայում ես ու հետ ես գնում ու նայում ես Ռայսա Մկրտչյանի կերպարները, որքան յուրահատուկ են եղել եւ հենց իրեն բնորոշ կոնկրետ, ոճային առումով, հա, միշտ այսպես երբեք որևէ ավելորդ բան չէի։ Ես նույնիսկ կրկնություն հագուստի չեմ հիշում, որ նա Ես էլ, նույն ճիշտ ասած։ զգեստով դուրս գա բեմ կամ եթերի գա։ Հագուստը չէր կրկնում ու մեզ էլ հորդորում էր անկախ Նույնը անել։ մեր ֆինանսական կարգավիճակից նույնիսկ առաջարկեր իր ունեցած գեստապահարանից այդ պահին քեզ հարմար որևէ մի բան, միայն թե չկրկնվեր։ Իդեպ նա բաց էր իր մտերիմների հետ, նաև ես հիշում եմ մեր ռադիոյի աշխատակիցների հետ եւս եղել է, երբ ու խնդրել են անպայման ասել ինչ ունեմ, ինչ հավանես կարող ես վերցնել եւ այդ օրը գրել։ Այո, գեստապահարանը։ Դա այդպես է։ Այո, եւ յուրահատուկ տես խստության մասին խոսեցիր, բայց որքան էլ խիստ էր այդուհանդերձ ներքին հոգատարությունը միշտ զգում էիր։ Խիստ էր ժամանակ, երբ զգում էր, որ քո մեջ կա անտեղի հուզառատություն եւ թերահավատություն քո անձի հանդեպ եւ իր խստությամբ քեզ փորձում էր զգոն պահել իրավիճակում, որպիսի չհանձնվեիր, բայց երբ որ զգում էր դա ներսից է գալիս, չէր պայքարում այդ հուզառատ մարդու հետ։ Ինքը շատ կարողանում էր շատ լավ ու ձևով ապրումակցել մարդուն։ Ես հիշում եմ կներես մի անգամ եթերում հարցեցինք, ասենք Ռայսա Գրանտովնա, դուք դիզայներների հետ աշխատում եք, ոճաբան ունեք, զարմացած ով ոչ իհարկե։ Բայց ինքը ճաշակ ունի, ամեն ինչ տեղն է եւ կարծում եմ էս են բացառիկ դեպքերից է, որ բացարձակ դրա կարիքը չկար, որովհետեւ նա շատ լավ գիտեր ինչ է իրեն սազում եւ որ համերգին ինչպես պիտի ներկայանար միշտ տեղը։ Եվ ես հիշում եմ իր ծննդյան տարեդարձի այդ մեծ համերգից հետո շատ-շատերն ասում էին որքան երիտասարդ է, որքան հմայիչ է եւ բացարձակ տարիքը այստեղ իր դերը չունի։ Ինքը աշխատանքի մեջ էլ էր այդպեսին, մենք չէինք զգում, որ մեր կողքին բավականին լուրջ տարիքի, լուրջ սերնդի ներկայացուցիչ է, երևի դրա համար էլ բոլորիս մոտ միանգամից շոկ էր, երբ որ մենք գիտեինք, որ Ռայսա Գրանտովնան արդեն վատառողջ է, մենք դա չէինք ընկալում, որովհետև մտածում էինք, բայց ոնց կարող է Ռայսա Գրանտովնան լինել վատառողջ, որովհետև ինքը լինելով այդ սերնդի ներկայացուցիչ մեզնից կենսուրախ էր եւ մեզանից ակտիվ, ինքն էր մեզ շարժում։ Ոգեշնչման աղբյուրներ կարելի է Ոգեշնչման աղբյուր, համերգ կազմակերպեր, նույնիսկ ընդամենը 2 ամիս առաջ ինքը իր դասարանական համերգը դրեց, որտեղ բոլոր աշակերտները անկախ որ կուրսից էր, ինչ տվյալներով էր, բոլորս անկախ ամենից ելույթ ունեցանք, իր մասնակցությունը նաև նույնպես կար, որպես դասախոս մեր կողքին մինչև վերջ, չգիտեմ, շատ կխոսեմ իր մասին։ Բայց մենք առաջարկում ենք նաև չմոռանալ, որ մեզ մոտ առավոտը երաժշտական է, նաև մեր հյուրն է երգչուհի Լիլիանը, Ռայսա Գրանտովնայի աշակերտուհին, այսպես ասենք, հա, երևի թե։ Բեմական դուստրը։ Հա, այդպես ասենք։ Հետաքրքիր մի բան ասացիր, որ փացար եւ այս պարագայում հստակ հասկացվում է, որ այստեղ զուտ ուսանող դասախոս հարաբերություն չէ եւ կյանքի ընկեր հարաբերություն է ավելի շատ եւ կարծես ոչ միայն բեմական աշխարհում, այլև կյանքում քո ձեռքը բռնել ու քեզ հետ քայլել է։
կոնսերվատորիա հենց իր պատվին եմ գնացել, որովհետև իրականում դուք էլ լավ գիտեք, որ երգչուհի դառնալու համար, եթե հենց ուզում ես երգչուհի լինել, ոչ թե մանկավարժ, կոնսերվատորիան ոչինչ չի տալիս, նամանավանդ եթե նույն մասնագետի մոտ ես շարունակելու, ինչ ունեի արդեն քոլեջի տարիներին իրենից վերցրել էի, ուղղակի այդ կապը, որպեսի ամենօրյա լինի, չկտրվի, ամիսը մեկ, շաբաթը մեկ, անընդհատ ուզում էի իմ կյանքում լիներ։ Դե ասում են կա այդպես մոգական խոսքը վարպետ, այ իմ վարպետը, կյանքի վարպետ, նաև գործի վարպետ, վարպետը չի ճանաչում սեր, հա, բայց վարպետը նույն վարպետ մարդ ով կարողանում է փոխանցել իր գիտելիքը իր աշակերտին։ Ինչով ենք բացում մեր ռադիոհամերգը։ Ռադիոհամերգը կբացենք իր շատ գեղեցիկ ստեղծագործություններից մաքուր ջուր ստեղծագործությամբ, որը սիրում էր իմ կատարմամբ։ Լսենք։ Լիլիանն է մեր հյուրը, մենք այսօր խոսելու ենք եւ հիշելու ենք Ռայսա Մկրտչյանին։ Ինչ կլիներ արդյոք, որ քո հալիքներ տանեն իմ ցավեր, և ինչ կլիներ, երբ իմ վիշտ ու լաց, ինչպես ու խոթում ցնդեին հանկարծ, և ինչու համար ուրախությունը մնում է շուտով, մնում է ցավը, թող քո հալիքներ ցնդեն իմ վշտեր, լվանան սիրտնի, թող քո սիրտս խոցված բոլոր կողմերից, արյուն ու շարավ կթափվի երակից, լվամաքուր ջուր սրբ է ինչպես ու, թող փայլե սիրտիմ չմնա իմ ուր, լվամաքուր ջուր սրբ է ինչպես ու, թող փայլե սիրտիմ չմնա Դու ինձ սրբեցիր, երբ ծնվեցի ես, քո մեջ ես մանուկ, ձեռքով թաղվեցի, հոգու մարմնի լվացող ես դու, իմ սիրտն է լվա, փայլի թող քեզ ինչու համար ուրախությունը գնում է շուտով, մնում է ցավը, թող քո հալիքներ տանեն իմ ցավեր,
սիրտս խոցված բոլոր կողմերից արյուն ու շարավ կթափվի երակից լվամաքուր ջուր սրբե ինչպես թող փայլե սիրտին չմնա մի լվամաքուր ջուր սրբե ինչպես թող փայլի սիրտին չմնա մի մաքուր ջուրվասող ինչ կլիներ արդյոք որ քո հալիքներ դանեն իմ ցավը Այս ծափարությունները նաև հնչում են Ռայսա Մկրտչյանի համար նրա բոլոր երկրպագուների անունից։ Շնորհակալ ենք գեղեցիկ կատարման համար։ Հետաքրքիր փիլիսոփայական սկիզբ սկսվեց մաքուր ջուրը տանի ցավը, միշտ չի որ այդպես է եւ այդքան հեշտ, բայց այդուհանդերձ կարծում եմ գեղեցիկ հիշողություններն են, որ պահելու են։ Եվ ձեռագիրը, այ ես լսում եմ ուշադիր ձեր կատարումը, ձեռագիրը միանշանակ զգացվում է։ Միանգամից հասկանում ենք։ Իրականում դեռ առաջին հանդիպման ժամանակ երևի թե մի փոքր այդ նմանությունն էր հենց ոչ թե ձայնի տիպիկ, այլ կատարման փոքրուց լսելով ու դաստիարակվելով ներշնչվելով, ոգեշնչվելով Ռայսա Մկրտչյանից ինձ թվում է այդ ամեն ինչը բերել է մի կետի, որ այսօր իր արվեստը այսքան բարձր գնահատում եմ, սիրում եմ եւ երևի տարիներ կանցնեն եւ իմ կարոտը հենց իր երգերից կառնեմ։ Լիլիան, այ ինչն է քեզ գրավել ի սկզբանե։ Կանացիությունը իր մեջ եղած։ Զգում ես ինչքան ենք անկախ ամեն ինչից միշտ գնում ենք դրան։ Որպես մայր, որպես մարդ, անկախ նրանից, որ ուներ ֆանտաստիկ ձայնային տվյալներ, իր համար գրում էին այդ ժամանակի բոլոր կոմպոզիտորները, անկախ այդ ամենից, փառքը, անունը, ինձ գրավում էր իր մեջ այդ մայրական ջերմությունը, որ ես իր երեխան չէի, բայց հանգիստ կարող էի ասել, որ նույն ջերմությունը ստացել եմ։ Հոգատարության մասին է խոսքը։ Հոգատարությունն ու սերը։ Իմիջայլոց Ռայսա Մկրտչյանը, քանի որ խոսեցիր եւ ասացիր, որ բազմաթիվ կոմպոզիտորներ հատուկ գրում էին նրա համար, նա հաճախ էր պատմում, որ իր համար ամենամեծ երջանկությունը նոր երգի առաջին կատարողը լինելն էր, հա, այստեղ շատ կարևորն էր նրա համար, որովհետեւ նա ասում էր, որ երբ ստեղծում ես երգը, դու ես առաջին կատարողը, քո ներաշխարհն ու զգացումներն ես դնում դրա մեջ եւ հենց այդպես էլ ծնվում է երգը ու քեզնով ընկալվում։ Ես իրեն հասկանում եմ այնքանով, որ երբ որ առաջին կատարողը դու ես թելադրում ձեռագիր, իսկ երբ որ դու կատարում ես ինչ որ մի արտիստի կատարում, դու փորձում ես չշեղվել օրիգինալից։ Կամ փորձում ես այնպես անել չկապկել, հա, չնմանակել, որպեսզի ավելի լավ ստացվի։ Մի խոսքով արժանի մարդներով, այո, հենց ինքը պետք է թողներ ձեռագիր։ Եվ հաճախ եթե կատարողը հզոր կատարող է, ապա առաջին կատարման պարագայում շատ դժվար է հետո այդ երգը ուրիշի կատարմամբ լսել, որովհետև դու հենց այդպես էլ պատկերացնում ես ամբողջական։ Ինչ կասես առհասարակ խորհուրդների եւ պատգամների մասին, որը քեզ փոխանցել է Ռայսա Գրանտովնան այդ 11 տարվա ընթացքում։ Ռայսա Գրանտովնայի առաջին եւ անփոփոխ պատգամը ընտանիքի գաղափարն էր։ Իր բոլոր աշակերտներին, ոչ միայն ինձ, առաջին հերթին, երբ որ գալիս հասնում էին տարիքային նիշեմի, իր առաջին հարցը նորություն չունես, ինչ ունես անձնականում։ Ինքը այն մարդկանցից չէր, ով ամուսնացեք,
պետք է դա անպայման առանց դրա չի լինի, երեխաներ ունեցեք, ինքը այդ գաղափարի մարդը չէր, ունենալով ֆանտաստիկ ընտանիք, ինքը ցանկանում էր, որ այս դժվար կյանքի ճանապարհը միայնակ չանցնես եւ տրվելով կարիերային չմոռանաս, որ առաջին հերթին կինը պետք է լինի սիրված մայր, մարդ եւ այդ ամենը ինքը զգալով այնքան մեծ էր ցանկությունը, որ մեր կյանքն էլ լավ դասավորվի եւ կարող եմ ասել, որ իր խորհուրդների շնորհիվ ես այս պահին ունեմ այն ընտանիքը, որի մասին երազել եմ։ Ափաստորն է տեղել իր մեծ լումանկա։ Իհարկե, ինքը շատ էր սիրում իմ ամուսնուն որպես իմ կողակից, իսկ իր հավանությանը դժվար էր արժանանալ շատ։ Դե խստապահանջ էր։ Իմիջայլոց անդադար խոսում ենք ուսանողներից, բայց ես հիմա առանձնահատուկ ուզում եմ ողջունել թորնուհու Սոնային։ Ես նույնպես շատ սիրում եմ Սոնային, ողջունում եմ, լավ ընկերներ ենք։ Եվ այստեղ որքան բարդ է նաև նրա համար։ Ես շատ կուզեի այսօր նա ինձ հետ այս դժվար փորձությունը հաղթահարել, բայց ժամանակ է պետք ընտանիքի անդամներին կարծում եմ որոշ ժամանակ անց մենք անպայման կրկին կլսենք այս հրաշք կատարումները եւ այստեղ Սոնան կլինի դստերը Արմինեին էլ առանձնահատուկ երկչուհի ջազային երկչուհի փայլուն երկչուհի ես կասեի եւ պատիվ ունենալով շփվել նաեւ նրանց հետ կուլիսներում ես հիացած էի այդ կանացի տանդեմից, հա, տատիկ, մայր, դուստր, երյակը այնքան համահունչ էին իրար հետ շփվում։ Ես ձեզ կարող եմ զարմացնել ասելով, որ բացի արտաքին եւ ներքին կանացիությունից Արմինեին, ողջունում եմ Արմինեին, շատ սիրում։ Արմինեին անցել է նաեւ Ռայսը Գրանտովնայից այդ սերը հենց ուսանողների հանդեպ, երբ որ Ռայսը Գրանտովնան արդեն փոքրինչ վատառողջ էր եւ մենք արխիվում ունեինք քննություններ, Արմինեն անկախ հոգեպես ապրումներից խիզախորեն ուղակի մեր կողքը եղավ մինչև վերջին պահին մեր քննությունների մենակ չթողեցին։ Մենակ չթողեց, մենք չզգացինք, որ մենք այդ պահին մենակ ենք։ Ինքը շարունակեց իր սիրելի մայրիկի աշխատանքը։ Եվ լիահույս ենք, որ այս աշխատանքը շարունակական կլինի եւ կտեսնենք բազմաթիվ երգիչների, որտեղ կզգանք Ռայսա Մկրտչյանի նոտաները։ Այո, որովհետև իր աշակերտներն էլ են նույն ձևով, նույն կերպով դասավանդում, նույն դպրոցով։ Վստահ եմ, որ սերնդեսերունդ թեկուս ինչ որ գոնե մեկ դար կպահպանվի։ Ասում են լավ ուսուցիչ ունենալը շատ լավ է եւ հաճախ առարկան սիրում են ուսանողները կամ աշակերտները մեծամասամբ պայմանավորված ուսուցչի նկատմամբ վերաբերմունքից։ Ձեր պարագայում որքան հասկանում ենք զուտ ուսուցիչը լավն էր դրա համար չէ, այլ այստեղ կար հոգևոր մի ամուր կապ, որը շարունակվում էր դասարանից, լսարանից դուրս։ Այո, ընտանեկան, հոգևոր, շատ ամուր կապ, մինչև չեմ ցանկանում անձնական բնույթի սահման անցնել, բայց մինչև վերջին պահին իրար ամուր բռնած ենք եղել եւ ես կարող եմ ասել հանգիստ, որ ոչ թե ուսուցիչ մանկավարժ, այլ այսինքն այդ սահմանը չի եղել ուսանող մանկավարժ։ Չի եղել, կարելի ասել եղել է տատիկ, թորնիկ, աղջիկ, մայր, բայց երբեք ոչ ուսանող։ Չեմ զգացել ինձ իր կողքին երբեք ուսանող։ Մեր զբոսանքները ոչ մի բանի հետ աշխարհում չեն Այսինքն այդպիսի ավանդույթ ունեիք, զբոսնում էիք։ Ունենք կոնսերվատորիայում, երբ որ դասերը ավարտվում էին, ես այնքան շատ էր ցանկությունը մի ժամ ավել իր հետ շփվելու, որ կմնայի մինչև վերջին ուսանողը գնար, որ մենք դասերից հետո բանալիները հանձնեինք ամբիոն եւ գնայինք պտտվեինք։ Լիլիան ունեցել ես արդյոք երգեր, որոնք առավել են հոգեարազատ եղել քեզ համար։ Այնքան հոգեարազատ, որ այսօր չեմ կարողացել կատարել, որովհետև շատ եմ հուզվում, չեմ ցանկացել երգերը սիրում ամենից շատ։ Աշնանային մեղեդին։ Որը ավարտական քննությանը Ռայսը Գրանտնայի օգնությամբ գերազանց պատրաստվեցի, երկեցի Լիվինգսթոնից, այնտեղ էր մեր ավարտական քննությունը մայստրո Երզնկյանի ուղղորդությամբ, աջակցությամբ այնտեղ հանձնեցինք մեր քննությունը։ Շատ ուրախ եմ, որ Ռայսը Գրանտովնան ներկա էր եւ ես հասցրեցի բակալավրիատը ավարտել իր ներկայությամբ եւ այդ երգը երգել, որը շատ պատասխանատու էր, որովհետեւ իր ամենասիրելի երգերից մեկն էր։
Մեզ համար բազմաթիվ են այդ երկերը, որոնք տարիներ շարունակ նաև մենք հերարցակել ենք բազմաթիվ համերգային ծրագրերում մեր եթերում։ Խոսքը եթե գնաց երկերի մասին, ապա ասեմ, որ Արմինե Հովսեփյանը on-line տիրույթում մեկնաբանություն է թողել ասելով բարի օր սիրելիներս, շատ հուզիչ կատարումով սկսեցիք։ Բավականին նման էր սիրելի երգչուհու կատարմանը, որքան շնորհակալ եմ ձեզ սիրելի հաղորդավարներ, երբ ինձ բախտ վիճակվեց ձեր ցեթև ձեռքով մասնակցել երգչուհու ծննդյան համերգին եւ գերագույն բավարարվածություն զգալ։ Ես ուզում եմ հիշել մենք Տոմսեր ենք խաղարկել։ Կարծես այո, եւ ենթադրում եմ, որ ներ այդ ռադիոլսողն է Վարդիթեր Գևորքյանն էլ հավելում է Սոնային ողջունեցինք եւ ասում է Սոնա անունով թորնուհի ունենալը գերագույն զգացում է ոչ միայն անունը այլև տեսակը նաեւ ես երբ նայում էի իրենց իրար կողքի եւ հասկանում էի թե որքան շատ բան է ժառանգել Սոնան իր տատիկից Ռայսը Գրանտովնայից չէր կարող չժառանգել, որովհետեւ ինքը ոչ միայն օրինակ էր դու չէիր կարող թափթփված արտաքինով կամ կիսասպորտային հագուստով համալսարանում պտտվել, որովհետև կամ պետք է փախանեիր, որպեսզի իրեն չհանդիպեիր։ Կասեր, այսինչ կերպար է, էս ոնց ես ներկայացել, բա որ քեզ մեկը տեսնի, մեկը ճանաչի, մեկը իմանա, թեկուզ հետագայում եւ իր համար կարեւոր չէր դու տանն էիր, խոհանոցում էիր, թե մեծ բեմում դու նույն կերպարով պետք է ներկայանայիր։ Պատասխանատվություն գումարած նաև հուզմունք։ Ես ինքս բազմաթիվ անգամներ ականատես եմ եղել ինչպես բեմ դուրս գալուց առաջ, ինչպես էր հուզվում Ռայսա Գրանտովնան։ Եվ ակամայից մտածում ես այդքան տարի բեմում, հա, էստրադային նվագախմբում Օրբելյանի ղեկավարությամբ, այնուհետև էստրադային սիմֆոնիկ նվագախումբ, երկար ճանապարհ եւ ամեն անգամ հատկապես Արամ Խաչատրյան համերգասրահում էին կուլիսներում հետևում, նա բեմ դուրս գալուց առաջ հիշում էր, կրկնում էր մտքում բառերը, այսպես մեկուսանում էր բոլորից, ոչ ոքի չէր խոսում, որովհետև վարքյաներ անց պետք է դուրս գար բեմ։ Ռայսա Գրանտովնան որպես արտիստ ուներ ճիշտ վարք, բեմական Որքան լավ կլիներ, որ մարդիկ հիմա այդ պատասխանատվության զգացումի գոնե կեսը ունենային։ Հիմա գրեթե դա վերացող բան է, ինքը ոչ թե մենակ էր մնում, որովհետև չէր սիրում շփվել, ինքը իր հոգևոր դաշտն էր ապահովում, որպեսզի երբեք չհիասթափեցնի այն հանդիսատեսին, ով 60+ տարիներ երկրպագել եւ սիրել է իրեն, քանի որ հեշտ չէ ներկանալ 20 տարեկանում, 80-ում, 82-3 տարիների ժամանակ եւ չհիասթափեցնել, այսինքն միշտ երգել կենթանի եւ գրեթե միշտ երգում էր կենթանի։ Նրա համար այդ ձայնագրությունները տանելի չէին։ Այդ սերնդի կատարողները կարծում եմ այն ժամանակ չկարել այդ ֆոնոգրամա ասվածները։ Եվ իրենց համար տարօրինակ էր։ Եվ միշտ մեզ ասում էր՝ մի գրվեք պլյուսներ, թեկուզ աշխատանքի մեջ դուք պետք է ձեր էմոցիան փոխանցեք կենթանի ձևով։ Հենց այդ պահի էմոցիան։ Նույնիսկ եթե վատառողջ եք Երկեք այդպես, ինչքան հնարավոր է այդ պահին։ Ես ինքս այս պահին վատառողջ եմ, բայց փորձում եմ այնպես անել, որ չզգացվի։ Այդ պրոֆեսիոնալիզմն էլ է իրանից եկել, թե ինչ օգտագործել, ինչ խմել, ինչ անել։ Մարդկային որակական որ հատկանիշն է, որ նկատում ես, որ քեզ մոտ փոխվել է շնորհիվ մեծ երգչուհու։ Ներողամիտ լինելը։ Եվ գոլեգաներին, եւ ընկերներին, եւ ուսանողներին քեզ հետ սովորող, եւ այն մերժող դռներին, որ կփակեն քո առաջ, կթվա քեզ անարդարեր, բայց ինչու այդպես, չէ՞ որ ես լավ երգեցի, երբեք չհարցնել ինչու, արա ավելին, հետո կստանաս այդ պատասխանը ինչու։ Միգուցե քեզ արժանի չէր այդ վայրը, որտեղ հայտնվել էիր։ Միգուցե դու ավելին էիր, քան այդ վայրը։ Միշտ ես իր հետ կռիվ տալ կոպիտ կլինի, երևի հենց իր հետ էի ասում, գնացի, չստացվեց, այսպես եղավ, ասում էր դու ինձ հավատում ես, ասում եմ դու ավելին կարող ես, դու ավելի լավն ես, քան դու պատկերացնում ես, ինքը միշտ փորձում էր բարձրացնել քո ինքնագնահատականը եւ այդ ճգնաժամային վիճակից հանել, այո։ Շարունակենք մեր համերգը, ինչ եք լսելու հիմա։ Կլսենք իր անունդ վախով եմ տալիս ստեղծագործությունը եւ հավելեմ, որ երևի թե այս պահից սկսած ես ինքս պետք է իր անունը վախով տամ։ Չէ, եկեք վախով չտանք, բայց հուզմունքով տանք։ Որ երգեմ կհասկանաք տողերը, որպեսի ոչ մի փոշի չառնի, որպեսի ոչ մի սխալ բան չլինի։ Խնդրեմ։ Շնորհակալ եմ։
որպիսի շուրթերը շայրվեն, որպիսի չմատնեմ եսից, որպիսի անունը չայրեմ, անունը չեմ տալիս դրսում, որ հանկարծ չմրսի դողա, անունդ պահում եմ սրտում, թանկագին գաղտնիքի նման, անունը տալիս եմ հուզված, չեմ ուզում որ քամին տանի, կարող է օդի մեջ անկած, անունդ մի փոշի առնի, անունը տալիս եմ հուզված, չեմ ուզում որ քամին տանի, կարող է օդի մեջ հանկարծ անունդ մի փոշի առնի, անունդ վախով եմ տալիս, որպիսի չիմանա ոչ ոք, սակայն դու սիրելիս հոգիս, անունս տալիս ես արդյոք, անունը չեմ տալիս դուրսում, որ հանկարծ չմրսի դողա, անունդ պահում եմ սրտում, թանկագին գաղտնիքի նման, անունը տալիս եմ հուզված, չեմ ուզում որ քամին տանի, կարող է օդի մեջ անկած, անունդ մի փոշի առնի, անունը չեմ տալիս դրսում, որպիսի չմրսի դողա, կարող է օդի մեջ հանկարծ անունդ մի փոշի առնի, եմ հուզված, չեմ ուզում որ քամին տանի, կարող է օդի մեջ անկած, անունդ մի փոշի առնի, անունը տալիս եմ հուզված, չեմ ուզում որ քամին տանի, կարող է օդի մեջ հանկարծ անունդ մի փոշի առնի, այնքան եմ անունդ տալիս, որ իմ անունն արդեն ես չեմ հիշում, Կրկին ծափարություն են հնչում, երաժշտական առավոտն է հանրայինի ուղիղ եթերում, այսօր մենք զրուցում ենք հանրապետության ժողովրդական արտիստ, Երևանի պատվավոր քաղաքացի, մանկավարժ, սիրված երգչուհի Ռայսա Մկրտչյանի մասին, երգչուհին առանձնակի սիրով է լցված մայրաքաղաք Երևանի հանդեպ, թեև ծնվել է Սևան քաղաքում։ Բայց ոչ միայն մայրաքաղաքի հանդեպ, այլև ամբողջ Հայաստանի հանդեպ, որովհետև բազմաթիվ անգամներ ունեցել է առաջարկներ հեռանալ հայրենիքից, բայց այդուհանդերձ նա ընտրել է մնալ հայրենիքում, որովհետև ասում էր, որ իր համար առանձնակի տեղ ունի հայրենիքը, ընտանիքի անդամները, հարազատները ու այն ամեն ինչ կատարում է եւ ուսանողները։ Ինչու հիշեցի մայրաքաղաք Երևանի մասին սերը, որովհետեւ իր երկացանկում մեծ տեղ են զբաղեցնում Երևանին նվիրված։
Երկերը եւ Կակամայից երբ Երևանի տոններ մենք առաջին հերթին հիշում էինք Ռայսա Մկրտչյանի կատարումները եւ սկսում էինք եթե կոնկրետ որ երկն է առաջինը գալիս։ Մեր սիրելի Երևան։ Ահա։ Եվ բազմաթիվ են այդ երկերը։ Ինչ կասես այս թեմայի մասին։ Ռայսա Գրանտովնան, Ռայսա Մկրտչյանը մեծ սեր ուներ Հայաստանի, Երևանի հանդեպ, բացի այն, որ կապուտաչիա էր Սևանի պես, նաև շատ հայ էր, ուր որ գնար, ինչ որ աներ, ինչ որ կարճ ժամանակ հետո հոգին ուղղակի տակնու վրա էր լինում եւ արագ ուզում էր ետ վերադառնար։ Այս 11 տարիների ընթացքում եղել են բացակայություններ, ու երբ որ վերադարձել է հոգու կսկիծով, լացով, թե մեղավորության զգացումով, նույնիսկ որ ինքը այդ շրջանում բացակայել է, եղել է ինչ-որ մի դեպք Երևանում մեր հետ կապված, որ ինքը բաց է թողել եւ ես հասկացա այդ ժամանակ, թե ինչու ինքը իր կյանքի 8 տասնամյակները անցկացրել է միայն Հայաստանում, Երևանում, ունեցել է լավ առաջարկներ։ 20 օրով, 1 ամսով ունեցել է շրջագայություններ տարբեր օրկեստրների հետ, տարբեր երկրներում, բայց վերջում անպայման վերադարձել է Երևան։ Եվ իր համար առանձնահատուկ տեղ ուներ հանդիսատեսը եւ ասում էր, «Այստեղի հանդիսատեսն է, որ պահում է նաեւ»։ Միշտ շեշտում էր, որ սիրում է, երբ իրեն հասկանում են, իսկ այն մարդիկ, ովքեր չգիտեն իր լեզուն, միգուցե ձայնից, տեմբրից փշաքաղվեն, բայց չեն կարող հասկանալ այն ուղիղ տեքստը, որ ինքը հանդիսատեսին ասում է, որը կարևորում է։ Իդեպ նա շատ է շրջագայում, ես ուզում նաև հավելել, որ նահանգներում է ունեցել սիրախաղեր Կանադայում, Ֆրանսիայում, Սիրիայում, Լիբանանում, նույնիսկ Հեռավոր Ավստրալիայում, Ուրուգվայում եւ Արգենտինայում, իսկ 1975-ին բոլորը հիշում են հայտնի նրա ելույթը Սոպոտ միջազգային երաժշտական փառատոնում, երբ նա դարձավ դափնեկիր եւ երրորդ հորիզոնական զբաղեցրեց։ Ինձ համար նաեւ շատ կարեւոր մի բան կար, որ ամբողջությամբ երկը ներկայացնելով շատ զգում էր, ամբողջությամբ ապրոմակցելով, երկի բովանդակությունն ընկալելով, ու ես գիտեմ, որ հաճախ նա բարձրաձայնում էր հարցազրույցների ժամանակ, վստահ եմ, ձեզ էլ է այդ խորհուրդը տվել, որ երկը կատարելուց առաջ նախ պիտի զգաս ամբողջությամբ նոր ներկայացնես այդ երգը, եթե չես զգում, ապա որքան էլ ունենաս փայլուն ձայնային տվյալներ, այն չի լինի։ Շատ են եղել դեպքեր, երբ որ շատ սիրելի երգ ուսանողը ես իմ կողմից տարել եմ համաշխարհային որևէ հիթ, որը շատ սիրել եմ, դիապազոնը բավականեցրել է, որպեսզի երգել եմ, նայել եմ իրեն, որպեսզի հասկանամ, արդյոք կերգեմ, վերցնեմ, սապարապեմ, ամենամեծ տեղը տալիս էր էմոցիային, եթե երգից չէր ստանում էմոցիա, քո կատարումից չէր փշաքաղվում եւ հուզվում, ուրեմն այդ կատարումը չստացված էր եւ չէր թողնում, որպեսզի դու այդ նոտաներին խաբվես եւ հոգեվորը կորցնես այդ ամենի տակ եւ կանխում էր այդ երգի շարունակությունը ճիշտ ձևով։ Այս ինֆորմացիայից հետո կարող ենք ենթադրել, որ Ռայսա Մկրտչյանի համար առանջնային էր նաեւ բովանդակությունն ու էմոցիան, որոնք իրար հետ պիտի լինեն, հոգին։ Հուզականությունը բարձր էր իր մոտ։ Շատ, ինքը ամեն հարցին նայում էր ամենաբարձր էմոցիոնալ դաշտից։ Ստաբիլությունը, այդ խաղաղությունը կար իր մեջ, կարողանում էր զսպել եւ իրեն եւ քեզ, բայց էմոցիաները միշտ հոգին տակնու վրա էր լինում միշտ։ Այո, միշտ ներքուստ ինքը պայքարի մեջ էր։ Նաև մենք նամակ ունենք այս պահին մեր լայվի տակ, մեր մշտական ռադիոլսող Սեդ Աղուշյանն է շատ գեղեցիկ նամակ ուղարկել, ես նույնիսկ հասցրեցի ծանոթանալ, բարի լույս, մի փոքր տխուր ու թախծալի, բայց եւ պատվելի րոպեներ են այս պահին հանրային ռադիոյում, քանզի զրույցը 20-րդ դարավերջի հայկական էստրադայի աստղաբույլի շնչող, շողշողացող աստղերից մեկի Ռայսա Մկրտչյանի մասին է։ Ակամայից վերապրում եմ երիտասարդությանս հրաշալի օրերը, որ լեցուն էր այդ հրաշք երգիչ երգչուհիների արվեստով, եւս մեկ անգամ ուզում եմ հաստատել, որ առաջարկն է ծնում պահանջարկ, մենք միշտ բարձր արվեստի կարիք ունեինք, քանի որ Ռայսան եւ իր ընկերները մեզ մատուցում էին զուլալ մաքուր երգեր։ Ասում են մարդ ապրում այնքան, քանի նրան հիշում են։ Ռայսա Մկրտչյանը շատ երկար կապրի դեր։ Լուսինե եւ Տիգրան ջան, շնորհակալություն ձեզ այս ողեղեն եւ հրաշք առավոտը կազմակերպելու համար։ Եվ Լիլիանի հետ միասին եւ այստեղ պիտի Ալինա Ղազանչյանի անունը անպայման հնչեցնեմ, որովհետեւ նրա առանձնահատուկ ջանքերի շնորհիվ ստեղծվեց այսօրվա մեր ծրագիրը եւ եթե նա չփորձեր ամեն ինչ անել, որ դա տեղի ունենար, պարզապես տեղի չէր ունենա, այնպես որ Ալինա ջան, անչափ շնորհակալ ենք նվիրվածության եւ մեր կողքին լինելու համար։ Շարունակենք թերևս մեր երաժշտական առավոտը, որովհետև արդեն 40 րոպե է եթերում ենք
ես վստահ եի, որ այսպես է լինելու է, որովհետև Իր մենք մասին անվերջ այո, խոսես։ անհատ ում մասին կարելի է անվերջ խոսել եւ չկրկնվել, բայց այդուհանդերձ կարծում եմ շատերը նաեւ հենց երկերի միջոցով են տեղափոխվում են աշխարհ, որը զգում են գույները, որոնք տալիս էր հենց Ռայսա Մկրտչյանը բեմից իր կատարողականությամբ, այնպես որ լսենք հաջորդ կատարումը։ Հաջորդ կատարումը հենց Ռայսը Գրանտովնային կնվիրեմ, թողների ինձ այս անգամ մայրիկս, բայց իմ մայրիկ ստեղծագործությունը այս անգամ կնվիրեմ իմ ուսուցչին, ով փորձել է բոլորիս համար լինել մայր։ Խնդրեմ։ Իմ մայրիկ, իմ անգին, գիտեմ շատ ես լացել, քեզ լքել եմ հաճախ, քեզանից հիմա նոր եմ իմ անգին, հասկանալ ես քեզ ջանում, և մանուկն իմ ավար, Իմ մայրիկ, իմ անգին, ես քեզ քիչ եմ սիրել, երբ գարունդ կյանքիդ ոտքերիս տակ դրել, հիմա նոր եմ իմ մայրիկ, խոստանում ես քեզ գարուն, երբ ձմեռն էլ ավար, տանում քեզ Շնորհակալություն, բրավո։ Շնորհակալ եմ գեղեցիկ կատարման համար, կարծում բոլոր մայրերին կարող եք նվիրել։ Այս գեղեցիկ կատարումը հիշեցնենք երաժշտական առավոտի հյուրը երգչուհի Լիլիանն է, Ռայսա Գրանտովնա Մկրտչյանի 11 տարվա ուսանողուհին, եւ մենք բնականաբար շարունակում ենք խոսել սիրված երգչուհու մասին, ինչ եմ նկատել ես նաեւ իմ անձնական շփումներում, որ Ռայսա Մկրտչյանը կարծես այդ
կուլիսային, հա, շոու բիզնեսային ասեմ, համերգային ասեմ, այդ տոբոյից իրեն փորձում են մշտապես այսպես հերու պահել, այդ հա տարատեսակ խոսակցություններ, բամբասանքներ, դե բոլորս էլ գիտենք համերգ, ետնաբեմ եւ այդ ետնաբեմում ինչեր են կատարվում մեկ այդ համերգի ժամանակ, բայց ինքը մշտապես իր այդ խստություն ասեմ, թե զսպվածություն ասեմ, միշտ առանձնանում էր բոլոր նաեւ իր սերնդի երգչուհիներից։ Ինչ կասես դու։ Ռայսա Մկրտչյանը հոգով արվեստագետ էր եւ այդ շոու բիզնեսյան ճակերտավոր շոու բիզնեսյան թոուբոհից նա շատ հեռու էր արք ու վաճառք, պրոդյուսեր, շոու ոչ մի բան իր կյանքում չէր կարևորում, քանի որ հավատում էր Աստծուն, միշտ շեշտում էր Աստծո ներկայությունը իր կյանքում եւ իր հարցազրույցներում բոլորում նա թվարկում էր, թե ինչքան է զգացել իր սեփական ճակատագրի եւ մաշկի վրա Աստծո հետքը, որովհետեւ իր կյանքում լինում էին բաներ, որ ուրիշների մոտ ուղղակի անհնարին էին եւ այն ինչ որ պետք է չստացվեր, իր մոտ ստացվում էր եւ ինքը ասում էր, որ իմ ուղին Աստծո ուղին էր։ Ես ծնվել էի, որպեսզի երգեի, դառնայի երգչուհի եւ ոչ մի բանի հետ ուրիշ գործ չունենայի։ Ինքը ոչինչ չի արել արեստական, ոչ մի հավելյալ տեսահոլովակներ, ավելորդ հանդիպումներ, ավելորդ մարդիկ, ուղիղ իր կյանքի ուղին գնում էր, պարզապես երգում էր հանդիսատեսի համար։ Այո, գալիս էր փորձին իր եւ նշված ժամին ներկայանում էր երբևիցե չէր ուշանում ոչ մի վարքյան, բայց ոմանք գային ավելի շուտ, ուշ, հա, կզրուցեին, կբամբասեին, կխոսեին, կարծես կմոռանային ելույթի մասին, իսկ ինքը ներքին ինքնաբավության մասին կարծում եմ։ Երևի ավելի շատ կրթվածությունը, արիստոկրատ տեսակի, արիստոկրատ խավի մարդ էր։ Եվ ինքնահաստատվելու կարիք գալիս է նաև ներքին բավարարվածությունից իրականում ինքդ քեզ հետ ներդաշնակ լինելուց։ Ինքը հաշտ էր, ինքը իր հետ պայքար չուներ, ինչ որ թերի տեղ չուներ, միշտ բավարարվում էր Աստծո տվածով, ոնց որ ինքն էր շեշտում, որ իր կյանքում ամեն ինչ Աստծո օրհնությամբ էր կատարվում։ Ես երբեք չեմ տեսել, որ նա ինչ որ մեկի քննարկեր, հա, իր գոլեգաների մասին խոսեր, չգիտեմ, քննադատեր կամ երբեք։ Ինքը իր տեղից չէր իջնում։ Ինքը իր ելույթը եւ վերջ։ Իր բարձունքից չէր իջնում։ Երանի բոլորը կարողանային գոնե մի քիչ այդպես անել։ Միգուցե իրեն քննարկեին, ոչ թե որպես երգչուհի, գոլեգայական ինչ որ մի բան իր հասցեին կլսեիր, բայց իրենից երբեք ոչ մեկի հասցեին ոչինչ չէր լսի։ Եթե եղել են, հա, եթե եղել են այդ քննարկումները, ապա եղել են նրա շլացուցիչ արտակինի հետ կապված։ Ասում եմ, տեսակ Ռայան ինչ գեղեցիկ էր հագնված այսօր։ Դա եղել է։ Միշտ էր գնահատում, ձեռքը պահում էր, պտտեցնում էր աշակերտին, ինչպես ինքն էր ասում, как принцесса, да։ Պտտում էր իր աշակերտին, այդ պահին քեզ զգում էիր իրոք պրինցեսա։ Մի հատ նայում էր ոտքից գլուխ, կոշիկը, վերնահագուստը, մազերը, մեյքափը եւ անպայման հարցնում էր՝ դու ես արել։ Իր սիրելի հարցը։ Եվ եթե լսում էիր այո պատասխանը, բավարարվում էր ավելի, որ ունես նաեւ ձեռքի շնորհք ամեն համերգից առաջ երկար ժամանակ սալոններում չանցկացնելու եւ այդ էսթետիզմի մասին է խոսում անձի ոչ միայն պրոֆեսիոնալիզմ, այլև էսթետիզմ աշխատել եւ ուզում էր որ իր սերունդն էլ իր կրթած սերունդն էլ դե բնականաբար կարևոր համերգներին իր համարել էին գալիս պատրաստում, բայց սիրում էր երբ որ մարդը իր գումարը կառավարել գիտի ամեն ինչ ինքը իր կյանքում իր տեղում էր այո հետաքրքիր է այս հիշողություններն են որ մեզ պահելու են եւ մենք պիտի օրինակ վերցնենք նաև հաճախ, եթե նայում ենք գործողություններին, արժե համակարգի հիմա դնում ենք մի կողմ ասացիր արդեն, ինչ սովորություն է, որ փոխանցվել է քեզ։ Նախ շուտ արթնանալ, շատ շուտ ելույթից, եթերից, համերգից առաջ ես 5-ից արթուն եմ։ Որ ձայնը արթնանա, կարգավորվի։ Հոգևոր դաշտը կայունանա, չէ որ մարդ երբ որ նոր է արթնանում քնից, անտրամադիր է, մի տեսակ չի կարողանում հասկանալ, լավ որ է սկսվել իր համար, ոնց է էներգիան եւ այդ ներքին կուլտուրան, որ պատասխանատվություն նաեւ այլ աշխատակիցների հանդեպ, միայն դու չես, միայն քեզնով չի, նվագախումբ կա օրինակ, եթե համերգ է, դու ամենաշուտը պետքա գնաս, որովհետեւ իրենցից մեկն էլ պակասի
լուրջ դեպք չի, բայց եթե երկչույն տեղում չի, երկչույն է հիվանդ, հետո շարֆ կապելը, որ բոլորիս, եթե հանկարծ ձմռանը աշնանը ինքը ինչ-որ մեկի կոկորդը բաց տեսներ, դա լուրջ կոնֆլիկտի պատճառ էր, որովհետև ասում էր դուք ձեր գործիքը չեք հարգում, այդ նույնն է, ոնց որ ջութակահարը, ջութակ ուղակի սենց թափահարելով, գադասի գնա իրանք դնում են պայուսակը, դնում են մեջքին, որպեսզի չվնասվի, ոչ միտեղ չքսվի, դուք ինչ եք ձեր գործիքի հանդեպ, այդքան անուշադիր։ Ինչ հետաքրքիր է։ Մերն էլ է այս գործիքը իրականում։ Ինքը իր գործիքը լավ էր պահում։ Հոգատարություն, ապրումակցելու փայլուն զգացողություն, բարձունքից միշտ բարձունքում մնալու հնարավորություն, հստապահանջ, էմոցիոնալ եւ շատ զուսպ։ Հետաքրքիր է, այդ էմոցիոնալն ու զուսպը մի տեսակ իրար կողքով չեն գնում, բայց այդուհանդերձ նրան հաջողվում էր դա ստանալ։ Քանի որ արտիստների, արվեստագետ մարդկանց կյանքն էլ է այդպես բաժանված երկու մասի, տանը ընտանիքում այլ են, կենցաղում այլ են, բեմում լրիվ այլ մարդիկ են, նույնիսկ քո տան անդամն է գալիս քեզ, տեսնում բեմում եւ մի փոքր սկսում քեզ կողքից նայել, որ այս նույն մարդն է, իր կյանքն էլ էր տենց, ինքը տանը խաղաղ էր, գործերում, ընտանիքում, խոհանոցում, ինքը ավելի բուրն էր, երբ որ ինքը բեմում եւ ուսանողների հետ էր, ուզում էր բոլորին ճիշտ տեղերում դասավորած լիներ իր կյանքում։ Բայց բեմից դուրս էլ երբ տեսնում են կյանքում, նա այնպեսի կերպարով էր, ասես պատրաստ է բեմ բարձրանալ։ Ինքը նույնիսկ խոհանոցում պատրաստ էր բեմ բարձրանալ։ Դա խոսում էր հենց այն կանացիությունից, որի սկզբանե նշեցի, որ ինքը չէր սիրում, երբ որ կինը լինում է ինչ որտեղ թափթփված, ինչ որտեղ խնայողական, հա, sense մոտեցմամբ անձի հանդեպ, այսինքն դե լավ, եթե տանն եմ, կարող եմ մազերս չհարդարել, գեղեցիկ զգեստ չհագնել, իսկ ինքը միշտ մտածում էր, որ դուրը կարող է պատահական թակեն եւ ամեն բացողի առաջ դու պետք է նույն կերպարով լինես։ Այստեղ բազմաթիվ մեկնաբանություններ ունենք, Արթուր Սուքիասյանն ասում է Աճեմյանի այս կանչելի խոսքերը դեռ շատ կմնան Ռայսա Մկրտչյանի մատուցմամբ մեր սրտերում, Վարսիկ Միրզոյանը ասում է փշակ հաղվեցի կեցես, ձայնը շատ նման է։ Շնորհակալ եմ։ Երևի թե ձեռագիրը ավելի շատ կասենք։ Ավելի շատ ձեռագիրը։ Սիրուշ Աբրահամյանն ասում է բարև ձեզ անչափ սիրելի հաղորդավարներ, պաչիկներ է ուղարկում նաև։ Արամայի Սահակյանն ասում է բարև ձեզ, Ռայսա Մկրտչյանը քայլող դասագիրք է, ումից կարելի է ամեն ինչ սովորել ու ինձ ոգևորում է նաև այն հանգամանքը, որ եթե նայում ենք ժամանակաձևին, ապա ներկայով է գրված, այսինքն դասագիրք է։ Հովանես Ուրումյանն է գրում վառ անհատականություններն իրենց ամբողջ շքեղությամբ ավելի տեսանելի են ոլորտի հետ ուղակի կապ չունեցողների համար։ Մեկ անգամ եմ բախտ ունեցել հանդիպել Ռայսա Մկրտչյանի հետ եւ նրան մեկ բառով բնորոշ էր բարեկրթությունը, իսկ դա միակ բարոյական արժեքն է, որն անհնար է ձեռք բերել կամ ձևացնել, եթե ի վերուստ օժտված չես դրանով, եւ նրա երգերը տոգորված են բարեկրթության հոգեսրբիչ լիցքերով։ Ասում է, որ իր համար հավերժական արժեքներ են Ալիսիա Կիրակոսյանի խոսքերով նրա կատարումները։ Ռայսա Մկրտչյանն անկասկած մի ամբողջ դարաշրջան է ուղենիշ եւ չափանիշ հայ էստրադայի ժանրում։ Քրիստինե Միրզոյանն ասում է կատարումը միայն բավական է հասկանալ, թե ում ձեռագիրն է համբույրներ է ուղարկում։ Ներկա կլկլոցների մեջ լսել իրական երգեցիկ ձայն, երգը ճիշտ մատուցելու կարողություն եւ ասում է շնորհակալ ենք մեզ մատուցած արժեքավոր արվեստի մատուցման համար։ Մենք ենք շնորհակալ, որ կիսվում եք ձեր էմոցիաներով, որովհետև դա շատ կարևոր է։ Կատարումից անմիջապես հետո Սիրուշ Աբրահամյանը գրում է փշակաղվեցի ապրես ընտիր, ծափեր, պաչիկներ, սրտիկներ, Ամալիա Ղազարյանն է սրտիկներ ուղարկում եւ բազմաթիվ են հետո անպայման կնայես։ Շարունակենք թերևս երաժշտական առավոտը, ինչ կառաջարկեք հիմա։ Ես կցանկանամ այս պահին կատարել Ռայսա Մկրտչյանի սիրելի երգերից Հեյ աստղեր երգը, որը պատիվ եմ ունեցել նաև իր օգնությամբ, ուղղորդությամբ կատարել Վազգեն Սարգսյանի 65-ամյակին ֆիլհարմոնիայի բեմից։ Ինձ բավականին օգնել է Ռայսա Գրանտունան պատրաստվել այդ ելույթին եւ այսօր առանց իրեն, բայց իր համար կկատարեմ այս ելույթը։ Մեզ հետ է, առանց իրեն չի։ Եթե փոխաբերականով ենք տեսնում, այո։ Հոգեպես միշտ։ Այո։
աստղեր երկնքի աչեր որ այդպես վարվան շպտում է պայծառ շպտում էիք դուք երբ ես դերմանում թրվռում էի ու ցավ չունեի աշխուժու կայտան ձեր նման պայծառ թրվռում էի ու ցավ չունեի Hey աստղեր երկնքի աչեր կորած մշտերիս կսկիցն լիս շպտում էիք դուք երբ ես դերմանում թրվռում էի ու ցավ չունեի աշխուժու կայտան ձեր նման պայծառ թրվռում էի ու ցավ չունեի Շպտում էիք դուք երբ ես դերմանում թրվռում էի ու ցավ չունեի աշխուժու կայտար ձեր նման պայծառ թրվռում էի ու ցավ չունեի ու ցավ չունեի Hey աստղեր աստղեր Կրկին ծափարություններ են հնչում մեր եթերում եւ մենք շարունակում ենք Շնորհակալություն երաժշտական ենք առավոտը հայտնում։ երկչույլ Լիլիանի հետ Լիլիան, այ եթե դու չհանդիպեիր Ռայսա Գրանտովնային քո ճանապարհին, ինչպես կդասավորվեր քո ուղին։ Մտածել ես երբևէ։ Չեմ մտածել, որովհետև երևի այնքան շատ է եղել հանդիպելու ցանկությունը եւ այնքան էլ չեմ պատկերացրել կյանքս առանց Ռայսա Գրանտովնայի, որ նույնիսկ տեսեք առաջին անգամ ես այս պահին մտածեցի այդ հարցի մասին, բայց երևի հենց այստեղ էլ պատասխանեմ այդ հարցին։ Միգուցե լրիվ ուրիշ որակներով, լրիվ ուրիշ արժեհամակարգով Լիլիան նստած լիներ ձեր առաջ, որովհետև իրոք կերտել եղածը ավելի շատացրել, հին եղածը պահպանել, սիրել եմ հենց իր այդ տեսակը, որ երբեք չի գնացել բնությանը դեմ։ Կային վոկալի մասնագետներ, ովքեր ձայն էին դնում, շունչ էին դնում, ինքը ուղղակի եղածը աճեցնում էր, չէր սիրում բնությանը խառնվել եւ երևի հենց դա է, որ չեմ կարող ասել ինչպես կգնար կյանքս առանց իրեն։ Այսինքն սա այն դեպքն է, երբ մարդ իրոք անջնջելի հետք է թողել, այ ասում են, չէ, անհատի
կայացման ճանապարհին, ստեղծագործական Եղել է կայացման Լիլիանի ճանապարհին։ կառուցապատողը, այսպես կարող եմ ասել, որովհետև ծնողի դաստիարակությունը շատ բան է ինձ տվել, մայրս ինձ շատ մանրակրկիտ աշխատանք է տարել, որպեսզի ես ճիշտ երաժշտություն լսեմ, սիրեմ արվեստը, ոչ թե այն շոու բիզնեսը, որ հիմա չգիտեմ ինչ ձևով կատարվում է, բայց Ռայսա Գրանտովնան կոնկրետ ներդրում է արել, որպեսզի իրենից հետո այս երգերը կատարողների ցանկում առաջատար դերերում լինեմ ես, ոչ թե որպեսզի ես երգեմ, այլ որպեսզի հոգիս իր հետ մնա։ Վստահ եմ, որ միշտ նաև կիսվում է իր Ռայսա Գրանտովնայի հետ, այ եղել է որ գաղտնիք առաջինը իր հետ կիսվեր, հետո նոր մայրիկի հետ։ Առանց չափազանցնելու գրեթե բոլոր գաղտնիքները, որոնք չէին կրում շատ նեղ անձնական ընտանեկան բնույթ, որ երևի մի քիչ վիրավորական կլիներ, որ մայրիկին չասեի, եթե ոչ առաջին, երկրորդ իմացող մարդը մայրիկից հետո ինքն էր։ Մինչև արդեն ընտանիք, անձնական կյանք եւ արդեն հենց այդ ընտանիքի հարցերն էլ է իր հետ քննարկում։ Ինչպես ինձ պահեմ, ինչպես անեմ, որ ճիշտ լինի, ինչպես տվյալ սիտուացիայից դուրս գամ, որպեսզի սխալ չլինի եւ որպես կին եւ որպես երգչուհի իրեն լսելով երբեք չեմ սխալվել եւ շնորհակալ եմ։ Ինչն է հետաքրքիր, ուսանողները քիչ չէին Ռայսա Գրանտովնայի դասարանում եւ ինչն է հետաքրքիր, որ նա կարողանում էր բոլորի հետ պահպանել այդ կամուրջը, հա, ջերմության, մտերմության, նաեւ առաջին մարդը չէ, որ այսպես արտահայտվում իր ուսուցչի մասին, ինչպես եւ դու, ինչպես էր նրան հաջողվում բոլորի հետ կարծես լեզուն հասկանալ եւ ներթափանցել հոգու այսպես նուրբ լարերը։ Գիտեք, մեր զգացմունքների համար մենք ենք պատասխանատու, այսինքն թե ինչ ենք մենք զգում մարդու հանդեպ, դա մի այլ հարց է, բոլորս կարող ենք իր մասին պատմել նույն բաները, որովհետև դա մեր զգացածն է, իսկ թե ով ենք մենք իր կյանքում, այդ փոխադարձությունը, դա արդեն պատմելով չի, դա մի ամբողջ կյանք է, իրեն սիրում էին բոլորը, իր ուսանողները, այդ դրա մասին է խոսքը, դա ինքն էլ էր ֆենոմեն է։ սիրում բոլորին, բայց միշտ ուներ իր դիստանցիան, սահմանը եւ շատ քչերի, շատ հազվադեպ մարդկանց հետ էր անցնում այդ սահմանը, ում մեջ գտնում էր անշահախնդիր որակներ, անշահախնդիր մարդու, ով պարզապես իրեն սիրում է, կլինի առողջ հիվանդ, տանը դրսում։ Մենք ունեցել ենք բազմաթիվ կատարողներ, պրոֆեսիոնալ կատարողներ, որոնք չեն կարողացել իրենց գիտելիքը փոխանցել։ Ռայսա Գրանտովնան այն եզակիներից էր, ով ոչ միայն պրոֆեսիոնալ կատարող էր, այլև մանկավար, որովհետև փոխանցել ունեցածը իմացածը ամեն մեկը չի կարողանում։ Այո։ Համամիտ եմ, քանի որ այս պահին ինքս դասավանդում եմ, որի համար էլի շնորհակալ եմ Ռայսա Գրանտովնային, քանի որ իր գիտելիքներն եմ այսօր բաժանում երեխաներին, եթե այդպես չլիներ, ինքս կլինեի դասավանդման մեջ մերկ, այսպես ասեմ, Ռայսա Գրանտովնան տեսակով էր մանկավարժ, դա մասնագիտության հետ կապ չուներ, եթե լիներ պարուսույց, եթե լիներ խոհարար, այսինքն տեսակով մանկավարժ մարդ էր, տանն էր բոլորին մանկավարժություն անում, այսպես մի արա, այսպես չի կարելի, լավ կերպով եւ սիրում էր, որ ամեն ինչ լիներ իր տեղում։ Այդ մանկավարժության շունչը ի ծնե ինձ թվում է իր մեջ եղել, դա չեն սովորում, այդպես ծնվում են պարզապես։ Երբևէ նեղացել ես Ռայսա Գրանտովնայից։ Կամ նեղսրտել։ Նեղսրտել, նեղացել եմ եւ հիմա ինքս ամաչում եմ դրա համար, ոչ թե որ պատճառն էր ոչ իրական, այլ հասկանում եմ, որ նույնիսկ այդ 2 օր չխոսելը, ոչ թե կռվել չխոսել, այլ ինչ որ մի բան սրտովդ կողքով անցել է, պետք է թույլ չտաս, որովհետև մենք ոչ մեկս հավերժ չենք եւ ես այսօր այդ օրերի համար ափսոսում եմ, որ այդ մի օրը, որ չեմ գնացել դասի, ինչ որ բանից նեղսրտված եմ եղել, այդ մի օրը այսօր ես կարող էի էլի ունենալ մեկ ավել հիշողություն։ Ինքը այնպիսի մարդ էր, որ միտումնավոր երբեք չէր նեղացնի։ Կարող էր քեզ սխալ հասկանալ, դու քեզ ճիշտ չներկայացնեիր այդ սիտուացիայում, բայց ինքը միտումնավոր երբեք չէր նեղացնի։ Եթե ինչ որ մի բան էլ ասեր, որ այդ բային զգար, որ ճիշտ չհասկացար, անմիջապես սենց շտկում էր։ Սուր ծայրերը այսպես փապկացնում էր։ Ինչ լսենք հիմա։ Լսենք, ինչ լսենք։ Ահա։ Եկեք երգեմ։ Լավ։ Չասեմ ինչ լսենք։ Լավ։ Հետաքրքիր է, լսենք։ Ինտրիգ կա մի տեսակ, չէ՞։
իմ սիրո արև քեզ ինչ եղավ եւ հիշում ես արդյոք դու ինձ եւ լուսինը անհուն եւ ծմրան գիշերն աղոտ ինձ ասում են որ չկա հոգուս էլ սիրո մի առավոտ եւ տխուր մի տխուր հեկեկան բարձրանում էր հուշիս խորքից իմ սիրո արև քեզ ինչ եղավ եւ հիշում ես արդյոք դու ինձ Ես հիշում եմ մեր սերը հին, քո դեմքին ուր գծերն աղոտ, ես հիշում եմ խոսքերդ միշտ, ես հիշում եմ քեզ և տխուր մի տխուր հեկեկանք, բարձրանում էր հուշիս խորքից, իմ սիրո քեզ ինչ եղավ և հիշում ես արդյոք դու ինձ նա-նա-նա 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 իմ սիրո արև քեզ ինչ եղավ և հիշում ես դու Արդյոք հիշում ես, այո, սիրված կատարողներից մեկը Ռայսա Մկրտչյանը։ Այսօր մենք հասկացանք, որ մենք հիշում ենք եւ նույնիսկ ներկայով ենք խոսում։ Մի տեսակ տարօրինակ զգացողություններ ունեմ։ Չգիտեմ, չեմ համակերպվում ես իրականության հետ եւ ինձ թվում է, թե Տիկին Ռայսան հիմա մեր եթերն է նայում։ Իրականում, եթե այդ զգացողությունը ես նույնպես չունենայի, երևի այս եթերը չէր լինի, որովհետեւ ընդամենը օրեր առաջ այլ իրականության մեջ էի եւ պարզապես իր համար եկել եմ եթերին, որպեսզի երգեմ բոլոր երգերը իր համար։ Հետաքրքիր մի բան կա, երբ մենք տեսնում ենք, որ աստղերը հայտնի մարդիկ, դե բեմը կախարդական է եւ այդքան էլ հեշտ չէ բեմին հրաժեշտ տալ, ու հաճախ մարդիկ չեն զգում, որ ժամանակն է հրաժեշտ տալու եւ այդպես էլ չեն անում դա։ Տիկին Ռայսան հետաքրքիր մի միտք էր արտահայտել, որը կարծես թևավոր խոսքի նման մի բան է դարձել, ասում է պետք է գեղեցիկ ժամանակ հեռանալ։ Ինքը մի հարցազրույց ուներ, այո, այդտեղից էլ ասում եմ։ Նույնիսկ տեղադրել եմ շատ, այս պահին արդեն շատ ցավոտ, բայց ճշմարիտ խոսքեր, պետք է գա, չէ, ինչ որ մի ժամանակ, որ ես լքեմ բեմը, եւ ես դա պետք է անեմ գեղեցիկ, հպարտորեն, ոչ թե որ ինքնաբերաբար արդեն էլ չհրավիրեն, էլ չկանչեն, այլ դու լուր հեռանաս հասկանալով, որ արդեն քո միսիան, քո աշխատանքը կատարել ես այն ամենագեղեցիկ տարիներին, այն ամենալավ շրջանում, որտեղ քեզ բոլորը սիրում էին եւ մինչեւ օրս լսում եւ սիրում են։ Դա խոսում է հենց այդ չափի զգացողության մասին, որը ոչտված է Ռայսա Մկրտչյանը։ Ամեն հարցում ուներ չափի զգացում։ Չկար մի հարց, որտեղ կորցնում էր իր դիրքը, չափը, տիրապետումը, նույնիսկ երբ որ շատ բարկացած էր լինում, մեկուսանում էր ոչ մեկի վրա, չէր թափում է զայրույթը, անկախ պատճառից միգուցե ինձ դու էիր պատճառը, ինքը չէր նեղացնում մարդկանց։ Շատ խղճով էր։ Ես մի դեպք եմ հիշում, որ կցանկանայի պատմել եթերից, կուրսի երեխաներով շատ էինք ուզում իր հետ ժամանակ անցկացնել եւ խնդրեցինք, որ մեր հետ սրճարան գա, մի անգամից համաձայնվեց առանց որևէ ավելորդությունների, գնացինք նստեցինք այդ սրճարանում, դե քաղաքի կենտրոնում տարբեր մարդիկ
սոցիալական պայմաններից դրդված գումար են հավաքում եւ Այո։ ոչ բոլորն են իրական կարիքավոր եւ արդեն դու ինքդ մտածում ես ում օգնել, ում չօգնել, մոտեցավ մի կին ծաղիկներ էր վաճառում, ինքը այդ ծաղիկները գնեց, մենք ամաչեցինք, որովհետեւ մեր կողքին էր, ինքը գնեց, բայց ինքը պնդեց, որ ինքը ուզում է տանել տուն։ Հաջորդ կինը անցավ, շատ հյուսիսային պողոտայի վրա էր այդ սրճարանը հատվածում եւ շատ էին անցուդարձ անում մարդիկ եւ մի կին մոտեցավ, խնդրեց իր երեխայի համար գումար։ Մենք այդ կնոջը էլի էինք տեսել ու հասկացել էինք, որ խաբեբա է։ Ռայսը Գրանտնային չկարողացանք համոզել, ինքը բավականին լուրջ գումար տվեց այդ կնոջը, ոչ թե որ չէր կարելի կամ պետք չէր, այլ չէինք ուզում, որ խաբվի, էնել այդքան մեծ գումարի դեպքում ինքը անցավ մի օր, գնացինք դասի, ասեց ձեզ թվում էր ես այդքանը չեմ հասկանում, ես իմ խղճի համար եմ անում, ես գիշերը գլուխս դնում եմ բարձին, ինձ դիմել են, ես իմ համար անում եմ, թե այդ մարդը իրեն ոնց կզգա, որ ես տվել եմ այդ գումարը իրեն, իմանալով, այդ մարդու պատասխանատվությունն է ու կյանքի բոլոր հարցերում էր այդպես, ոչ միայն այդ դեպքը։ Անում էր իմանալով, որ դիմացինը միգուցե նաև արժանի մարդ չի, բայց անում էր, որ իր խիղճը հանգիստ լիներ։ Չկա այդպիսի մարդ, ում չփորձեն թեկուզ նեղացնել։ Ինչպես էր նա դուրս գալիս այդ իրավիճակից։ Շատ խոցելի էր, չափից շատ ինքս եմ ականատես եղել, շատ հեշտ էր իրեն նեղացնել մի արտահայտությունով։ Պարզապես ներողամիտ մարդ էր եւ մտածում էր, որ միտումնավոր չարեց տվյալ մարդը, չգիտակցեց երևի, ինքը փորձում էր բոլորի քայլերի մեջ արդարացումներ գտնել։ Անկախ նրանից դա միտումնավոր խոսքեր, միտումնավոր քայլեր։ Եվ անկեղծ էր, հետո կիսվում էր, ասում էր այդպես էր, այսպես ասեց, բայց ինքը քո դեմքին ասում էր, դու այսպես ասեցիր, ինձ դա դուր չեկավ։ Ինքը ուրիշի մոտ երբեք չէր ասի։ Լիլիանը այսպես ասեց։ Ինքը քեզ կասեր, ինչի տենց ասեցիր։ Ամենաճիշտ դրսևորումը անկեղծության։ Ինքը քայլող ճշմարտություն էր։ Եթե ուզում ես մոտենաս ճշմարտությանը, մոտեցիր իրեն։ Ես տենց եմ իրան։ Շատ լավ դիտարկում էր։ Ռադիո լսողները շարունակում են սրտիկներ ուղարկել, գրել շնորհակալություն Սահակ Սարգսյանն ասում է անչափ շնորհակալություն։ Մենք ենք շնորհակալ, որ ձեր հույզերով կիսվում եք մեզ, շարունակեք գրել մեզ։ Քիչ ժամանակ ունենք, լսենք հաջորդ կատարումը։ Հաջորդ կատարումը կլինի Մելիք Մավիսակալյանի Վայրիվարդ ստեղծագործությունը, որը էլի պատիվ եմ ունեցել կատարել Մելիք Մավիսակալյանի տարեդարձին այստեղ ռադիոյում, որի ժամանակ նաև իմ սիրելի դասախոսը ներկա էր եւ ծափահարությունների արժանացրել եւ պարապել եւ այժմ կլսեք նաև դուք։ Վայելենք։ Նորից իմ վայրիվա կարմիր փոքրիկ կարևես ծաղկած հետապի սրտիս նման դու վար իմ գանանցա Ամբողջ նայել եմ, նայել քո ջամփին Իմ փոքրիկ արեգակ վարվում է սրտիս պես Իմ կարմիր արեգակ հուսով քո գտակ
բարև լինես դու լինես միշտ այրով դու միշտ վար դու այրով սիրո համար ապրում ենք այրվում միասին իմ փոքրիկ արեգակ վարվում է սրտիս պես իմ կարմիր արեգակ հուսով քո գտակ իմ ծաղկած վայրի վարդ շոհում է սիրո նման իմ գարնան լուսաբաց երազանման իմ ծաղկած վայրի վարդ շոհում է սիրո նման իմ գարնան լուսաբաց երազանման իմ ծաղկած վայրի վարդ շոհում է սիրո Sabas Կրկին ծափահարություններ մեր եթերում, եւ վայելում ենք այո մաքրամաքուր կատարումները Ես կասեի ականջահաճո Եվ ինչ էի մտածում երկի ժամանակ այդ բազմաթիվ նաեւ հա այլ երկիչների գիտենք որ բնականաբար հա մեր այդ հին սերնդի երկիչները ովքեր վերջին տարիներին տրվեցին այս կամ այն հոսանքների փորձեցին մի փոքր ավելի ժամանակակից երանգավորումներ անել հա մի քիչ ավելի չի գուցե կոմերցիոն տեսանկյունից ինչ որ նոր գործեր գրել բայց Ռայսա Մկրտչյանը երբեք այդ անդավաճան մնաց նա հավատարիմ մնաց իր ոճին այ էստրադային սիմֆոնիկ այս գեղեցիկ հնչողությանը Ինչն է հետաքրքիր որ այս պահին ինքս ներսումս մտածում էի ինչու եմ այսքան շատ սիրում ես երգերը այդ ներքին դասիրակությունը այս հարցում էլ է փոխանցվել ես ինքս չեմ կարողանում ինձ գտնել կոմերցիոն դաշտում քանի որ չեմ կարողանում ոչ թե կատարել այլ կատարել երգեր որոնք միգուցե նաև բերեն մեծ հաջողություններ գումար աշխատանք բայց փորձել եմ եղել եմ նույնիսկ իր թույլտվությամբ Եղել է աշխատել եմ ռեստորանում, ինչու՞ չէ, բարձրաճաշակ ռեստորանում, օրկեստրի հետ, շնորհակալ եմ մայեստրոին դրա համար, բայց միայն այդ սահմաններում եմ կարողացել աշխատել։ Եթե դրանից շեղվել եմ, մեկ այլ կոմերցիայի մեջ եմ մտել, ես ինքս զգացել եմ, որ իմ արտաքին հոգևոր Լիլիանը չի համապատասխանում այն Լիլիանին, ով փորձել է մի փոքր ինտեգրվել ժամանակի հետ, ու դրա համար միշտ ճեշտում էր, որ դու երևի պետք է իմ սերնդում, իմ ժամանակում Հետաքրքիր է։ Հարցը վայրը չէ, հարցը այ մենք գիտենք անուններ չտանք, հին սերնդի դարձյալ երկիչներ, ովքեր մեկնեցին նահանգներում բնակվելու, հետո վերադարձան եւ այլ, ունեցան ալբոմներ, նույնիսկ նոր հնչողությամբ, նոր երանգավորով, նոր ոճի կարծես որոնք ավելի շատ գուցե եւ գումար բերեին, հա, կոմերցիոն տեսանկյունից, ինչ որտեղ նաեւ իրենց ոճը դավաճանեցին շատերը։ Չէր սիրում փոփոխություններ, ոչ թե կյանքում, այլ արվեստում։ Կարող էր նույն երգերը տարբեր գործիքավորմամբ երգեր, կարող էին մարդիկ փոխել հենց նույն երգը տարբեր ձևերով, հենց ինքը կատարեր, չէր սիրում փոփոխություն, սիրում էր այն առաջին էմոցիան, որից ստացել է ինքը այդ սերը, որը վերցրել է, համարել է իրենը, այդպես էլ մնա։ Երբեք ոչ մի երգ ուրիշ մոտեցմամբ
ես չեմ լսել իր կատարումը։ Հետաքրքիր մի բան ասեմ, հիմա տեսեք երգի տեսանկյունից ոճային առումով անդավաճաներ, բայց մենք հաճախ ուրիշ բանել ենք տեսնում, այս պարագայում երգը պիտի մնա անդավաճան, բայց նա կարողանում էր այնքան ճկուն լինել, որ ժամանակին համահունչ լինել եւ կարողանար լինել հասանելի ու ընկալելի ուսանողներին, այսինքն այլ սերնդի։ Այստեղ ճկունությունը տեսնում ենք ամբողջությամբ Եվ հասկանալ նոր սերունդը։ Այո։ Ինքը այնքան ճկուն էր, որ բերում էինք երգեր, իհարկե ես չէ, բայց երեխեքը բոլորը մեծ մասը բերում էին ավելի շատ ժամանակակից երգեր, փոփ, նույնիսկ մինչև հիմիկվա իմ տարիքի շատ երիտասարդ սերնդի աղջիկների տղաների երգեր լսում էր նույնիսկ գովասանքի խոսքեր էր ասում, զգում էր, որ իրան դա դուր չի գալիս, ինքը չի կատարի, բայց չէր ուզում ցույց տալ, որ ինքը դեմ է, ինքը չի ընդունում էր, բոլորի աշխատասեր մարդուն ընդունում էր։ Մեր սերնդի մեջ մարդիկ կային երգիչներ, ովքեր շատ սուր փոփ են երգում, նույնիսկ ինչ-որ ռեպային մոտիվներով, բայց ասում էր հետաքրքիր է, արտաքինը լավն է։ Անպայման մի բան ասում էր մարդու հանդեպ։ Լավը, անպայման։ բայց նաև ընկալելի ու հասանելի էր կրթական հատվածով այս պարագայում։ Այո, ինքը չէր տալիս երգեր, որը հասու չի։ Ինքը ամեն մեկին որակավորում էր ըստ արժանվուն եւ այդ մարդուն իր սահմաններում փորձում էր հղկել, երբեք Սելին Դիոն չէր տա մյուսանողի, ով որ երգում է օրինակ Էլվինա Մակարյան հայկական երգեր եւ այդ ձայնում միայն դիապազոնը չէ, ներքին կուլտուրան ճիշտ դասակարգել գիտեր, իր պահարանը ճիշտ դասավորել գիտեր։ Մենք կարող ենք շատ երկար խոսել Ռայսա Գրատովնայի մասին, բայց մեզ մնացել է շատ քիչ ժամանակ եթերային, մենք ունենք քանի երկու, չէ, կարծես։ Եթե կհասցնենք։ Հասցնենք։ Հուսամ հասցնենք, եկեք եւս մեկը լսենք, որ հետո վերջում էլ եզրափակենք վերջին երգով։ Հիմա ինչ ենք լսելու, թե էլեգանտնիկ է։ Իմ ժամանակ ստեղծագործությունը կլսենք Ռայսա Մկրտչյանի սիրելի վայելենք։ Գործերից վայելենք։ Սուզվեց աշխարհը թանձր գիշերում, ես անքուն եմ դեր, ինչպես կնեմ, երբ ես միտեղ հեռվում, ինչպես կնեմ ես, երբ միտեղ հեռվում, դեռ պայթում են ականներ, ես պիտի փակեմ Ճամփանչարի բյուրհասար ծերքով, թե մեռնեմ անգամ մահի ճամփան կփակեմ կրծքով, թող ամեն ծաղիկ ու սիրտ լույսի արժանանա միշտ կյանք ու խիտ իմ ժամանակ վարվիր հավատի մութը փարատիր և ամեն կասկած Իր հող երկին ես հույս լորետիր ու բարի միա էգաբաց Ես պիտի փակեմ ճամփանչարի բյուրհասար ձեռքով թե
կմեռնեմ անգամ մահի ճամփան կփակեմ կրծքով թող ամեն ծաղիկ ու սիրս լույսի արժանանա թող տեսնեմ դեմքիդ միշտ կյանք ու խինդ իմ ժամանակ նենանենանամ 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 թող տեսնեմ դեմքիդ միշտ կյանք ու խինդ իմ ժամանակ թող տեսնեմ դեմքիդ միշտ կյանք ու խինդ իմ ժամանակ Բրավո։ Եվ մեզ մնում է շնորհակալություն Հրաժեշտ տալու հայտնել շնորհակալություն։ Լիլիանին այսօրվա հետաքրքիր հուշերով լի հարցազրույց համերգի համար։ Եվ գեղեցիկ կատարումների համար փայլուներ շնորհակալություն։ Իսկ մեզ վերջում մնում է հավելել, որ Ռայիսա Մկրտչյանի մասին խոսելիս նրա գործընկերները նախ եւ առաջ հիշում են ոչ միայն մեծ երգչուհու, այլև համեստ, նրբանկատ ու բացառիկ աշխատասեր մարդու։ Նրա համար յուրաքանչյուր երգ պարզապես ստեղծագործություն չէ, այն պատմություն էր, որը պետք է ապրել, նոր միայն երգել։ Հավանաբար հենց այդ պատճառով նրա կատարումները մինչև այսօր չեն կորցրել իրենց հուզական ուժը, եւ այսօր մենք դրա վառ ականատեսն էինք ու շատ հիանալի է ուղղակի, որ նրա կատարողականությունը ոճը շարունակողներ կան։ Ռայիսա Մկրտչյանին նվիրված երաժշտական առավոտի թողարկումը սիրով ներկայացրեցին Լուսինե Մուրադյանը Եվ իհարկե Տիգրան Հարությունյանը։ Շնորհակալ ենք եւս մեկ անգամ, մինչ հանդիպում հանրայինի եթերում։ Ցտեսություն։